Էլիս մեկ էլ տեսնեմ ոնց այդ ինձ պատահականություն ֆրունզը հենց երկրորդ հարկից պիտի իջնեմ առաջի հարկ, ինձ բռնեց ձեռս, ուր ես գնում, ասի, ինչ ասեմ, ասի հրապարակ, ասեց որ ինչ, ամառ է, շոկ էր, ասի գնամ օդ շնչեմ, հա հետո գնանք Երևան կարտաշնչեմ էլի Ֆրունզյան ասի, մի ծիծաղ դրես, այս են փորով գրկես ասեց մենակ դու կարող էիր այսպես պատասխանել, շատ շնորհակալ եմ, դե գնա, հենց չհասցրի կենտրոնական դուռը փակել ասեց լսի կիմ, բայց շատ չխմես, հա, հասկացավ ինչ է կատարվում, գիտեք ինչն է, Ֆրունզը իրավունք ուներ աշխարհում, իրավունք ուներ մեծամիտ լինելու, այդպես էլ մեծամիտ չդարձավ, նա ավելի շատ մեծամիտք էր, քան մեծամիտ, նա որ եթե նկարագրեմ, թե ինչ բանալիով էր աշխատում, նախ մի բանալի չէր, որ որոշենք, որ բանալիով էր աշխատում, միայն մի բան ասեմ, թեկուզ և Շեքսպիր, թեկուզ Սիրանո, թե ինչ էլ խաղար, պիտի տեսնեիր էնպես է ներկայացնում այդ ամբողջ գործողությունը, տեքստը, որ հնարավոր չի չխոսել դրա համար է խոսում, ինքն է հնարում հենց այդ ժամանակ Շեքսպիրի խոսքերով, ինքն է հնարում, ինքը էնպես է ստեղծում, որ չէր հավատում, որ դա ինչ-որ մեկը գրել է, ինքը կարդում է, ինքը միշտ հասկացաք չէ ինչ եմ ասում, գլուխ եմ խոնարհում Ֆրունզի առջև, կոնֆերանսիե, Ձացկիմ, հա ջան, ուրեմն քեզ ուզում է ողջունել իր երգով, մեզ շատ սիրելի և ճանաչված երգիչ Ֆորշը։ Բարև Գուրժան ցավոտ տանեմ, շատ ուրախ եմ, շատ։ Ես նմանապես շատ ուրախ եմ, ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ ներկա լինելու մի մարդու հոբելյարի, որի արվեստի տակ, կարելի ասել, բազում սերունդներ են մեծացել, դաստիարակվել և սպարտ եմ, որ ձեր ժամանակակիցն եմ և սիրով ձեզ համար։ Արդեն կրելի 6 տարուց ավել է ես երգը երգում եմ, բայց բառերը մինչև հիմա չեմ հիշում, թող զարմանալի չթվա։ Սա ձեր աստարն է, սա վերարկոն, սա ձեր հոգին, որ սկես տերանգորին, սա է ձեր տան, հիշված ճանապարհ է, սա ձեր աստարն է, սա վերարկոն, սա ձեր ասած, ստի պատասխանն է, սա հարևանն է, հոգևարկում, սա իմ ընկեր, Աշոտ Գևորգյանն է, սա նրա շունն է, որ չի հաճում, Սա սպես էլ ապրում է, դեր սիրած կաղում, Սա սպես էլ ապրում է, դեր սիրած կաղում, Սա տրոլեյբուս է, սա ավտոբուս, սա թուղթուղիր է, սա գետնանցում, սա ստորացված մողում քո կերն է, Նա իրագյորա չի վխտում, սա նկարիչ Արմեն Խոջոյանն է, սա էլ ռիցիկն է, սուրճը եվում, սա էլ խելանցը Միքայելյանն է, նա խմելուց հետո չի ծամում, հենց այսպես էլ ապրում է, դեր սիրած կաղաքում, այսպես էլ ապրում ենք, դեր սիրած կաղաքում, Երևանցի Ռուբեն
Սա մեր ուստեն է, սա է գավոն, սա է մկեր, գուգո ամիրանն է, սա ծածկարենն է, սա գինետոն, սա մեր խոր է, Աբրահամյանն է, նա միշտ կապլի մեր սրտերում, սա արամոն է, սա էլ միշիկը, սա հրատոն է, սա էլ մուրսոն, հենց այսպես էլ ապրում է, մեր սիրած քաղաքում, հենց այսպես էլ ապրում է, մեր սիրած քաղաքում, սա կշտացած տկար քրդի շուն է, սա էլ քծով իսկ սա բան սարքում, սա նրան հիվիրերիցյանն է, շատ կարգին մարդ մեր այս քաղաքում, սա կազիրոկն է, սա պապլավոկ է, սա գրաֆրաֆիկը իր բուցկայում, սա մեր ուժանն է, սա էլ լյովիկը, մենք բոլորով մեր դերն ենք խաղում, հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում, հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում, սա դերասան Աշոտ Ղազարյանն է, սա էլ Արմենը Մազավորով, Սա քաղաքի Արմեն Էլբակյանն է, սա էլ Վիգենը իր բամբ ձայնով, թող ինձ ներեն բոլոր այն տղերքը, ում անունները ես չեմ լսում, թող լսեն նրանք իմ այս երգը, ու թող հարբեն իրենց քաղաքում, սա մեր ընտրած վերջին վերջաբանն է, Սա պատասխան ամեն դեպքերում, սա մեր աստարն է, սա մեր ալկունն է, սա մեր քաղաքն է, մեր թատրոնում, հենց այսպես էլ ապրում է, մեր սիրած քաղաքում, հենց այսպես էլ ապրում է, մեր սիրած քաղաքում, Hence այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում, հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում։ Ո՛չ Ուրեմն բարեկամներ, հայտնի ճշմարտություն է, որ յուրաքանչյուրս գալիս ենք մեր մանկությունից։ Նույնիսկ ասում են, որ մարդը եթե կարողանա հիշել մանուկ հասակում իր հետ կատարված դեպքերի կարևոր մանրամասները, կկարողանա իր ապագան գուշակել։ Սա իհարկե սնահավատների համար։ Սակայն կարծում եմ, չեք ժխտի, որ իրոք մանկությունը մեր կյանքի լավագույն շրջանը լինելով մեծ ազդեցություն ունի մեր հետագա ճանապարհի վրա։ Կիմ Անդրեիչ, գիտեմ, որ ձեր մանկությունը համընկել է երկրորդ համաշխարհային պատերազմի դաժան տարիներին։ Սակայն մանկությունը մանկություն է, եւ լուսավոր կետեր, ապրումներ այնուամենայնիվ ունեցած կլինեք։ Խնդրում եմ, պատմեք այդ մասին։ Մի օր տատս բավականին մի 10 տարի անցել էր, ասել էր Շուշիկ ջան, հիշը մեզ Երանի են օրը, որ պատերազմը սկսվեց։ Պարզում է, որ այդ օրը ինչ-որ բարեկամ է ծնվել, համընկել է այդ օրվան հետ, բայց զավեշտալին նա է ասում, Երանի են օրը հիշը մեզ, որ պատերազմը սկսվեց, արդեն այդպեսի ծիծաղ կա, դուք գիտեք ինչ, այսօր ինչն եմ հիշում, պատերազմի սեղանի իգեբանան եմ հիշում, ոչ թե ծաղկի, այլ սեղանը ձևավորելու այսօր տեսնում եք ինչպիսի սպասքներով, կերակուրները ինչպիսի տեսք են ստանում, տնտեսուհիները ինչպիսի հրաշքներ, այնպիսի գեղեցիկ սեղաններ են սարքում, որ քիչ է մնում մատերը չմոտեցնես էլ համարյա ուտելու չի, որտեղ նայելու է,
ու դրանով երբեմն բավարարվում են նրանք ովքեր ախորժակ չունեն հարցը նրանում չէ բայց երբեմն լինում է այնպեսի իգեբանա որ ես կյանքում չեմ կարող ավելի գեղեցիկ բան տեսնել հանկարծ չկարծեք զավեշտի մեջ եմ ընկել ես հիշում եմ երբ որ 43 թիվն էր ամեն օր վեր ենք գնում 6-7 տեղ մենք բավականին մեծ ընտանիք էինք 2 կտոր հաց կողքը մի կտոր փոքր կտոր կարագ փոքր կտոր պանիր էտել լինում էր մի քարոտ ձու խաշած ու մի քթալի ծերով ինչ որ մի հատ կաթացրած քասրավերիկ ու թեյը ըստ որում շաքարավազով վառած շաքարավազով գույն էին սարքում լցնում էին նույն թեյի մեջ հետո գույն էին լցնում որ տպավորությունը ստացվեր որ թեյ է միևնույն է հետո մայրս մի խորամանկություն էր անում կյանքում չեմ մոռանա մեր այգով Թիֆլիսում ծառեր ունեինք տանձենի ունաբի ծառեր ունեինք հնդկական ծառներ են ակացիա ունեինք նուշ ունեինք ու նայած ինչ սեզոներ գնում էր եթե ծաղիկ չկար ուրեմն ճյուղերից անընդհատ ճյուղեր մենք փոքրիկ մոխրաման ունեինք այդ սեղանը առավոտյան սեղանը անպայման այդ մոխրամանը դրվում էր բանը ծաղկամանը դրվում էր եւ այդ ճյուղերը դրվում էին այդ իգեբանան անընդհատ տեսնում էինք սա էլ բայց կյանքում չեմ մոռանա նաև այն դեպքը որ ոչ միայն ինձ հետ կատարվեց այլ շատ շատերի հետ էր կատարվում ես կերել եմ տեսեք որ բուտերբրոդ են ասում ասեք երշիկով հաց պանիրով հաց բուտերբրոդը հաց պանիր է նշանակում պանիրով հաց կարակով կամ ջեմով իսկ պատերազմի բուտերբրոդը լացով հաց էր կոչվում ինչու եմ ասում լացով հաց որովհետև մի օր մեծ եղբայրս 3 տարի մեծ էր ընդունվեց գործարան ավիագործարան արդեն փող պիտի աշխատեր այդ նշանակում է 400 գրամ հաց ստանար այն ժամանակ այդպեսի ժամանակներ էին եւ մերս մի օր առավոտ ասեց Կիմ ջան այս կտրոնը վերցրու գնա դու հացը առ տալոնով ես մի հպարտացա մի ուրա ուրեմն ես էլ տամարդ է ես էլ արդեն մեծացել եմ մերս ինձ վստահում է իսկ դա վստահելու բաներ որտեղ ճանապարհներին այդ կտրոնի հետ 1000 բան կարող էր կատարվել նույնիսկ հացի հետ բայց արդեն ինձ վստահեցին խնամքով պահեցի կտրոնը գնացի մոտ մի կիլոմետր ու կես է ճանապարհը հացի գնացի հացը առա կտրոնը ապահով պահեցի հետոն էլ իրենք հացը այնպես էր 8 հոգանոց 10 հոգանոց ու 5 հոգանոց 4 հոգանոց արդեն կշռած պատրաստի թխած էին ու այդպես տալիս է այդ օրը հակառակի պես այնքան համով հաց է հոտը տվեց քթիս ես էլ 13 տարեկան երեխա տվել են հացը պիտի տուն բերեմ 2 կիլոմետր գալու եմ ձերքս կպավ այդ բջիղներով կպա հացին դե դիմացի որ չպոկես այդպես պոկեցի մի կտորը ինքս ինձանից թաքուն դրեցի բերանս ասում են ախորժակը դե հասկացաք նորից ձեռս գնում է որ մի պճեղել պոկեմ հացից տեսա որ ես էլ չեմ կարողանում ինձ զսպել առավոտն էլ բան չէի կերել դե նոր է օրը սկսվել եւ այդպես չկարողանալով զսպել ինձ կամած ագահությունը ինձ հաղթեց ու այդ հացից անընդհատ պոկում եմ ջղայնությունից որ ես չեմ ու արագ գնում եմ տեսա որ ես չեմ հասցնի այդ հացը տեղ ու սկսեցի չդատարելուց ուտելուց սկսեցի վազել գոնե մի ինչ որ բան հասցնեմ տուն ջղայնությունից էլ սկսել եմ լաց լինել լաց ու վազքով
մի կերպ ինձ տուն հասցրի դեռ տուն չհասած, մամա ջան, էլ ինձ տալոնով հացի չխրկես։ Մայրս հասկացավ ինչ է կատարվել, շոյանքով, իմաստուն շոյանքով բերեց, գլուխս գրկեց, այ բալա ջան, հացը պիտի ուտվի, ոչինչ ինչ ես արել։ Հանգստացեց, ասեց, էլ չեմ ուղարկի։ Դրանից հետո միշտ էլ հաց եմ առել, էլ չեմ լացել, ճիշտ հակառակը, բայց այդ հաց ու լացը, այդ բուտերբրոդը կյանքում չեմ մոռանա։ Կներեք մի քիչ սրտաճմլիկ պատմությունների մեջ ընկա, բայց դե ասում եք հիշողություն, մանկություն, ախր 11 տարեկան հասակից մի անգամից սկսեցի մեծանալ։ Ես 11 տարեկան էի, երբ որ պատերազմը սկսվեց, այն էլ ինչ պատերազմ, իսկ պատերազմից հետո էլ դուրս գալն էլ նույն պատերազմն է։ Դա էր, որ եկա Հայաստան, գիտեք, Թիֆլիսը ինձ համար մանկությունը ինչով է։ Պապս մի ժամանակ 2 սար կտրելով իջել է, լորոց իջել է, ճոճքանից իջել է Թիֆլիս, որ այնտեղ կարողանա գոյությունը պահպանել, մի 10 տարում ընտանիք է ստեղծում, 7 երեխա է ունենում, 4 աղջիկ, 3 տղա, բոլորը կարգի մարդիկ, որոնք այստեղ շարունակեցին, իսկ մեծ եղբայրս Թիֆլիսից բերեց, պապս տարավ Թիֆլիսից, եղբայրս բերեց, բայց ամբողջ մեր ընտանիքում միշտ եղել է մեր շարունակությունը Հայաստանում է, ու պապս ասել է, Անդրո ջան, այս խալխին տար Երևան, այն ժամանակ փոքր վաղտմանից առաջին լսողությունից հետո Երևանը, Հայաստանը դարձել է իմ երազանքի երկիրը, աշխարհը, այ հիմա էլ Երևանը, Հայաստանը սիրում եմ, այնպես ինչպես Թիֆլիսում էի սիրում։ Ամենաբնիկ երևանցին ես եմ։ Շնորհակալություն։ Դյասկիմ, ես էլ մտածում էի, թե ինչի եմ ես կոնֆերանսիեն։ Վախից։ Ուրեմն նախախնամությունն էր ասել, որ ես պիտի լինեմ, որովհետև ես էլ եմ ծագումով լոռեցի։ Իմիջիալոց ասեմ, բարեկամներ, եթե չեմ սխալվում, Դյասկիմ, այս պատմվածքը կարծեմ ձեր նոր գրված գրքի մեջ կա, որը կոչվում է Հացը եւ լացը։ Կիմ Անդրեիչը նոր գիրք է գրել, բայց դեռ տպագրության մեջ է եւ շուտով կարծում ենք կվերջանա տպագրական աշխատանքները եւ գիրքը կլինի։ Ռիսկ է բարի, գիտեք ինչի եմ գրել։ Երբ որ ոտքս ջարդվեց, արդեն չէի կարող ելույթ, պարապ էի մնացել, ինչ անեմ, գիրք եմ գրել։ Վիլյամ Սարոյանը ասում է, չէ, երբ որ երեխան ծնվում է, գրող կծնվի, գրող է։ Ասել են, ինչու? Ասել է, աշխարհին բան գա դերսելու։ Հայա ծնվել է աշխարհին բան ասելու։ Համենայն դեպս, որ գրող է, հայ զավակը դերասան է, ու ասեց իմիջիալոց, ես էլ եմ լոռեցի, իմիջիալոց լոռեցի չէ լինում։ Մի օր Լորին էլ իր հետաքրքիր անեկդոտներ ունի։ Գիտեք ինչ անեկդոտները ինչու եմ սիրում, յուրաքանչյուր մարդ ինքն է հնարում իր անեկդոտները։ Աբարանցին ոչ մեկը չի հնարի աբարանցու, գիտեք չէ, ուրեմն աբարանը ասաց աբարանի վրա, ինչքան ինքնաթիռներ կան, ինչքան այլ ազգի ափսեներ կան թռչող, սաղ մեզ վրա ընչի, ասել դե Վիկտոր Համբարձումյան մեզ վրա է պատիվ են տալիս, մի օր տես մի ինչ-որ բան է թռչում, ինչ-որ մի բան է ընկնում, տեսում են մի գունդ է, ընկնում է, գալիս է, չեն իմանում ինչ է, պարաշուտ չի բացում, բան չէ, տեսում են մարդ է, ձերքերը, ոտերս են պարզած, ես կամաց ինքնաթիռի պես իջնում է, գալիս է պարաշուտ չկա չի բացվում, շրախ, գետով կպչում է, բոլորը կարծում են արյան գունդ, վերջ, չէ, տեսում են վերա, թրջում մազերս են մաքրում է, ու շարունակում է գնալ։ Ոտերում են այ մարդ ասպես, սա գինեսի գրքի մեջ գրելու բան է, որ ասենք
կկրկնես, ասեց չկանամ։ Ասեց ինչի, բավար գլխի վրա չընգեպ։ Սա միայն ինքը կհնարի։ Այդպիսի անեկդոտներից մեկն էլ այստեղ 100 տարվա ընկերս նստած է, լոռում ինչքան անեկդոտներ եք, մի օր էլ Ռուբենին հանդիպեցինք, այն հայտնի Ռուբենը, որ ասում են Ռուբենը բոլորը բոյոբան։ Սենց դու բշկի նման ցածր սենց կոլոտ մի մարդ ասեց էլ քայլում էր։ Մի օր հանդիպեցինք, դիմացի ասեց Ռուբեն ջաջա, դե թաղեց եր ջաջա էին ասում, Ռուբեն ջաջա, այս Կիմ Երիսյանն է, երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան է, մի բան էլ Կիմին ասի, կատակ շատ ասիրում, անիկդոտ շատ ասիրում, մի բան էլ Կիմին ասա, ասեց Հեդրեյ ջան, այսօր, ասեց հա, ասեց այսօր չեմ կարող, ասեց ինչի, ասեց արձակուրդի մեջ եմ, բայց ասեց, Ակորի անիկդոտը ասեց կգաս, Ակորի, ասի չի անիկդոտ չպատմես, ասեց պատմենք, Ակորի մի մեծ մարդ համերնում, մի 100 տարեկան մարդ, ասում եմ, բա, այսքան երկար ապրող չի եղել ես մարդու ոնց անենք պատվով են աշխարհը ճանապարհենք, աղջիկն ասում է հեչ մի կտել խառնվել մեկ, աղջիկն էլ 84 տարեկան ալեմ, ուրեմն ասում է հորս նհելած տեմ տալ աշխարհն իմանա, այդպես էլ ստացում է, անկնում է հոր ոտքերին ասում է, այ հեչ, Նենց է գորում, որ գյուղում ինչքան ծտեր կա ծառերվս, հա պաղջում են հարևան գյուղը, երբ են գալու աստված գիտի, այ հեր, ես քեզուր են տանում այ հեր, այսուր որ տանում են ընդի ոչ չկա, ոչ ուտել կա, ոչ խմել կա, ոչ բոշ կա, ոչ գտալ կա, ոչ սպաս կա, ոչ հոբ կա, ոչ չիլ կա, պարիր կա, ոչ ընդի ոչ չկա, սուտ են ասում ես քեզուր են տանում, Հարևան նստած ալում ասպա պահո, մեր շավորտու կարողա մեր տուն տեմբերին։ Ինձ համար ամենագեղեցիկ անեկդոտը, ինչու որովհետև այդպես սրամտությամբ է ծնվում անեկդոտը, մի անգամ էլ հենց այս թատրոնում եղավ, մեկին պարտվեցի 2-0, ես նարդի առանձնապես լավ չեմ խաղում, բայց պարտվել է, 2-0 պարտվեցի, ասեց, հա, դե հիմա իմացի, տարված, ասի չէ, ոնց 2-0, ասի ճիշտ է, դե ուրեմ տարված, ասի չէ, տղերքին կանչեց, տղերք հլը տեսեք, ասեմ 2-0, եղավ, ասում եմ հա, մարս եղավ, ասում եմ հա, ասում եմ տարված, ասում եմ չէ, տղերք ասում են, Կիմ ջան, դե որ տարվել ես, տարվել, ասի սավա է, որ իրանով տարվեմ, ես մենակ կանացով եմ տարվում, ես իրան կրվել եմ, իգնել ասում եմ տարված, ոնց կարող եմ տարվել սրանով, անեկդոտը իր վարկյանը ունի, իր շունչը ունի, իր արտաշունչը ունի, ոնց ասեմ, պարաղթելով գործված, բայց շատ իմաստուն է։ Դրա համար մի օր ասեցի, որ հումորը գումար չէ, թանկ է, բայց գումար չէ, սա փող աշխատելու, հումորը Աստծո արգասիք է։ Շնորհակալություն։ Հարգելի բարեկամներ, խնդրում եմ ձեր բոլորի ուշադրությունը դեպի էկրանը։ Ափսոս այսպիսի գոհարը, որ քոնն է։ Նստիր, սպասիր։ Նստիր ասում եմ։ Հասկացիր, նրա մի պտույտը, դու գիտես, թե ինչ արժե։ Արվեստ է, արվեստ, էսթետիկա, ռոմանտիկա։ Իսկ դու առանց համաչելու արգելու մեզ խեղճախշկան իր շնորհքը, ես կասի իր տաղանդը ցույց տալու։ Եվ որտեղ։ Գործարանի ինքնագործ խմբում։ Լոգիկա։ Ես նստիր։
Ես չեմ արգելում։ Միայն թող այդ կերպարի։ Ինչու է ձերքը գցում Վազգենի վզովը։ Իսկ Վազգենն էլ մի բարի մեջ 10 անգամ բռնում է ոդկը։ Վիզը, ոդկը։ Բալետմեստերն է այդպես պահանջում։ Ես ինչ անեմ։ Իմ ինչ գործն է։ Բալետմեստեր, խորմեստեր։ Իսկ ես ինչ մեստր եմ, ինչ մեստր եմ։ Եվ վերջապես, ինձ դուր չի գալիս քո այդ ինքնագործնությունը։ Իսկ ինձ դուր չի գալիս քո դեսպոտիզմը, ավելի ճիշտ քո դեդուկցիոն մտածողությունը։ Եվ ինչպես ասում է Մակարենկոն, գար, դու դուրս գնա։ Հիմար խանդում ես, հա։ Եվ ում։ Սրան տեսեք, ռացիոնալիզատոր, առաջադիմական։ Մեզ պետք չեն այդպիսի առաջադիմականները, որոնք մտքով հետադիմական են, հասկացար։ Ինչու եք վիրավորում։ Որովհետև լավ եմ անում եւ պետք է խայտարակեմ, որ խելքի գաս։ Նստիր ասում եմ, այսօր ինչ օր է։ Շաբաթ։ Շաբաթ, նստիր։ Ամսի քանիսն է։ 24։ Նստիր։ 24-ը։ Դե լավ հիշիր։ Լավ հիշիր։ Մեկ էլ որ իմացել եմ։ Չի կարող պատահել Սարգիս Լևոնիչ։ Գուցե ձեզ թվացել է։ Կամ թե չէ։ Կամ թե չէ ինչ։ Ես գիժեմ թե լուսնոտ։ Աչքով ես տեսա։ Լավ, իսկ ուր մնաց 20 տարի, 20 վայրկյան։ Լոգիկա ուղեղ։ Այդ աղա մի բլբլա է։ 20 տարին ուրիշ է, քիմիական համար 4-ը ուրիշ։ Քիմիա։ Չեմ սիրում այս տունը։ Լաբիրինթոսի նման է։ 26 հսկայական սենյակ, բոլորը կորչում են, ոչ մեկին չես գտնում։ Կանչեք այստեղ Մարիա Վասիլիևնային եւ Ելենա Անդրեևնային։ Ես այստեղ եմ։ Նստեք, պարոնայք։ Հիվանդության հետ այսպես թե այնպես ես մի կերպ կարող եմ համակերպել, բայց ինչը ես տանել չեմ կարողանում, դա գյուղական կյանքն է։ Ես ինձ այնպես եմ զգում, ասած երկրի վրայից գլորվել եմ մի օտար մոլորակ։ Նստեցեք, պարոնայք։ Եվ ինչպես ասում են, կախեք ձեր ականջները ուշադրության մեխից։ Ես գուցե հարկավոր չեմ, կարող եմ գնալ։ Ոչ, Վանյա, դու այստեղ ամեն ինչ շատ ես հարկավոր։ Դուք ինչ եք ուզում ինձանից։ Դուք։ Բայց ինչու ես ինձ հետ այդ ձևով խոսում։ Եթե որևէ բանում ես հացավորեմ, ապա ներումն եմ խնդրում։ Թող խոսելու այդ եղանակը։ Անցնենք գործի, ինչ ես ուզում։ Երբ որ այստեղ բեմում գտնվելու ժամանակ ես ամբողջ կյանքս մտքովս 34 տարի, 35 տարի այս բեմում ես աշխատել եմ, ակամա հիշում ես, թե առաջին մակագրությունը քո աշխատանքի ընդունվելու ով է արել, Հրաչյա Ղափտանյանը, Ալբերտ Ասլամազյանի հետ